Ողջույն բարեկամներ, շնորհակալություն միանալու համար։ Այսօր ես գիտեմ, որ նախորդ եթերի ժամանակ ինչ որ խնդիրներ ա եղել ձայնի եւ կադրի հետ, սարել է երբեմն։ Ես պետք է ասեմ, որ մասնագետները դա բացատրում են հետեւյալ ձևով, որտեղ ոչ բոլորի մոտ է դա, երբ որ պրեմիերա է գնում, եթե խնդիրն է լինում, պաուզա տվեք մի 1-2 րոպե, հա, ու դիտեք սկզբից, որ ինտերնետը հասցնի ոնց որ ապահովել ձեր որակյալ դիտումը։ Սա դիտելու մասով։ Իսկ հիմա, ինչպես միշտ, սեղմում ենք լայքի կոճակը, անպայման տարածում ենք, եւ ովքեր բաժանորդագրված չեն, բնականաբար բաժանորդագրվեք եւ մի մոռացեք օգնել ալիքին աշխատանքների համար, որտեղ մեր պատերազմը այսօր ինֆորմացիոն դաշտում է։ Ով հաղթեց ինֆորմացիոն դաշտում, այն հաղթելու է պատերազմում։ Նա է հաղթելու։ Այլ տարբերակ չկա։ Ձեզ հիշացնեմ, Արցախը, շրջանները, մեր սահմանները, գյուղերը բոլորը տրվել է առանց մեկ կրակոցի։ Զուտ ինֆորմացիոն դաշտում, ճնշելով, ահաբեկելով եւ արդյունքները ստանալուց հետո հրամցնել թշնամիներին։ Դրա համար եմ ասում, մեր աշխատանքը շատ կարևոր է եւ նա առնվազն միջև հունիս, միջև մայիս ամիս ես ակնկալում եմ եռապատկել դիտումները եւ դիտողների քանակը։ Այդ ժամանակ մենք կարող ենք ազդել արդյունքների վրա։ Հասկացեք ու հավատացեք 300,000 մարդ, եթե դիտի տեղեկացված լինի, չեմ ասում ինձ հետ համաձայն լինի, ուղղակի տեղեկացված լինի, դա հսկայական թիվ է։ Իսկ հիմա գնանք ամենակարևոր օրակարգին։ Մենք միշտ որոշել ենք, խոստացել ենք, որ այն պահից, որ իշխանություն փոխվեց, հա, ես ասում մենք իմ նման մտածողները, առաջի քայլը, որ ամեն իշխանություն պետք անի, դա լյուստրացիան է, քաղաքական եւ տնտեսական։ Քաղաքական լյուստրացիա, որը բացում արխիվները, հանում ենք, տեսում ենք ովքեր են օգտագործակալներ, ով ում համար աշխատել, մի խոսքով դրանց մաքրում ենք կառավարման համակարգից, ով դատվում է, ով չէ ուղղակի հեռացվում է, եւ տնտեսական լյուստրացիան, ինչպես է կուտակվել կապիտալը, այս նախնական կապիտալ օլիգարխների ձեռքում, նախագահներ եւ այլն, սրանք ինչ հանցագործություններով են այս ամեն ինչը կուտակել իրենց ձեռքում, նոր ասում ենք երկիրը խելքի բերելու։ Միջև մենք այս մասին խոսում ենք, Փաշինյան Նիկոլը նախաձեռնեց 3-րդ կարգի լյուստրացիան, որն էր հոգեվորականների շրջանում։ Բայց սա նա չի արել լյուստրացիայի համար։ Ինչքան հիշում եք, մայիս ամսից, երբ որ կաթողիկոսը Ժնևում հնչեցրեց արցախցիների վերադառնալու խնդիրը եւ Արցախում մշակութային ուշարձանների պահպանման խնդիրը, Փաշազադեն հայտարարեց, որ Հայ Ռաքելական եկեղեցի եւ Սփյուռքը դրանք թիվ 1 թշնամիներն են։ Եվ Փաշինյան Նիկոլը լծվեց Հայ Ռաքելական եկեղեցու դեմ արշավի։ Իմ նման մարդիկ, որոնք անխտիր, ամենադաժան, բազդեվով միշտ քննադատում են եկեղեցուն, դարձան ակամա եկեղեցու պաշտպանները։ Արդյունքում ինչի, որովհետև դա թշնամու ցանկությունն է։ Ի վերջո, ինչ հասավ Փաշինյան Նիկոլը այս արանքում։ Մի քանի եկեղեցականներ ուղղակի բացահայտ փչացրեց, սկսեց հաճախել պատարակների եւ նախաձեռնեց 13 եպիսկոպոսների ընթրիք, հավաք, որ ցույց տա, որ եպիսկոպոսները իր կողքն են։ Իհարկե նախորդ ստորագրել տալով 9 հոգու կատարմամբ ղազագիր, որտեղ նրանք պարտականություն են վերցնում որոշակի իրենց վրա եւ հայտարարում են այդ մասին։ Եվ ամենակարևորը բացահայտեց, որ եթե կաթողիկոսից դժգոհողներ կան, որը շատ բնական է եւ պետք է լինեն, եւ դրա համար առիթներ կան, ապա այս 13-ին նայելուց հետո հասկացանք, լսեք, հա, կաթողիկոսը ոնց որ թե սուրբ չի, բայց դու ում որ առաջարկում ես դրանց դիմաց, կամ ում օգնությանը դու դիմել ես, որ իրենք պետք է կարծիք հայտնեն, հա, եւ դատապետեն կաթողիկոսին, իրանք առաջի դատապետվողներից պետք է լինեին։ Եվ այսպես, ես իմիջիալոց մի փոքրիկ հարցում եմ դրել, որը մենք ամփոփենք հաղորդման վերջում, սա դեռ 0 քվեարկություն ունի, իսկ հարցը հետեւյալն է. իշխանությունը եպիսկոպոսներին հանել է կաթողիկոսի դեմ, դրանից հետո ինչպես է ձեր վերաբերմունքը խնդրի նկատմամբ։ Եվ 3 տարբերակ պաշտպանում է վարչապետի նախաձեռնությանը,
առավել եւս աջակցում է եկեղեցու եւ միևնույնն է։ Հա, մենք վերջում չմոռանանք սա անպայման իրար հետ կամփոփենք։ Եվ այսպես, այս ամեն ինչի արդյունքում ինչ ստացանք մենք։ Մենք լյուստրացիան ո՞նց է կատարվում։ Նույնիսկ ես, որ ասում եմ ամեն ինչից սպասում եմ, նույնիսկ ես պատրաստ չէի սրա։ Հայկական ժամանակը Նիկոլ Փաշինյանի մի անգամից խրոխտ ձևով տպում է մի տեքստ, որը արտասանվել է Ազգիշտի Քերամյանի հոր կողմից։ Նախ շնորհիվ ես լյուստրացիա եւ ես ի վերջո իմացա անկախ ինձանից ով է Ազգիշտի Քերամյանը։ Բազմաթիվ խոսակցություններ է եղել այդ մասին։ Ազնիվ խոսք։ Ես ոչ դատապարտել եմ, ոչ եպիսկոպոսը տղա ունի, ոչ էլ դատապարտել եմ Ազգիշտին, որ իր հերը հոգևորական է։ Այնքան անտարբեր եմ եղել սա նկատմամբ։ Բայց որ զավակ ունեցող հոգևորականը, ասում է կաթողիկոսը պիղծ է ու հենց դրա համար ինքը պետքա գնա ու շատ եպիսկոպոսներին դա դուր չի եկել։ Պատկերացնում եք, մարդ որ զավակ ունի ու աշխարհը գիտի իր մասին։ Մեղադրում է մյուս հոգևորականին իր կաթողիկոսին, կոչում է նրան սրբապիղծ։ Նույն բանի համար ինքը ինչ որ զավակ ունեցողը մի զավակ ունեցողին ասում է դու սրբապիղծ ես, որտեղ զավակ ունես։ Ես կարող եմ ենթադրել, որ դուք նույն կարծիք ունեք նաև ձեր մասին։ Բնականաբար։ Ու երկրորդ ամենակարևորը, դուք պատկերացնում եք ուր են սրանք հասել, որ իրենց կաթողիկոսին ասում են սրբապիղծ։ Իրանք հետը հաց են կերել, ձեռը համբյուրել են, էլ չեմ ասում մնացած իրենց ռիտուալները, հա, ես դա մասնագետը չեմ կարող ասեմ, բայց վստահաբար ունեն, չէ։ Ու ասում է, որ ես այսքան ժամանակ սրբապիղծի ձեռք եմ համբյուրել, օրդություն եմ ստացել կամ չգիտեմ, օծվել եմ, ես չգիտեմ ինչի է օծվել, ու էականն չի։ Փաշինյան Նիկոլը կարողացավ մեզ դա պետք է չի վերջը, բայց լյուստրացիան էլ նաև, որ մեր աշկերը բացի ասի մի հատ խելքի եկեք, տեսեք կոթայքի թեմը ով է, եւ մնացած թեմերը ովքեր են ղեկավարում։ Մի հատ ուշքի եկեք, բայց նայեք, որտեվ sense բան էլ չի լինելու։ Մենք չենք կարող սրա մասին իմանալ, մեզ դա պետք էլ չէր, որովհետեւ ում որ պետք է դա գիտեր, ում որ պետք չի դանել հետաքրքիր չէր, ինքը գնում իր մոմը վառում էր, մատաղն անում էր, հարսանիքն անում էր, ու դրանով ինքը իրան քրիստոնյա էր համարում ու վերջ։ Բայց բարձվում է այսօր իր հոգևոր հայրը նույն բանը ինչ որ ինքը ունի, զավակ ունենալու համար մեկին ասում է սրբապիղծ։ Ու գնում է ձեռքը սեղմում է կռանում է նրա մոտ։ Ով իր երեխուն սարքել է գեներալ, սպանելով հազարավոր երեխեք, հանձնելով հայրենիքը։ Ու առայսօր օրեկան ռեժիմով խափելով, ստելով, դավաճանելով, մի խոսքով, բան կա, որ Նիկոլի մասին կարելի է չասել։ Չէ, կատարյալ ներ, այսօր ներին խոնարհված եպիսկոպոսը կաթողիկոսին ասում է սրբապիղծ։ Եթե նույնիսկ ինքը ներին խոնարհված էլ չներ, սեփական կաթողիկոսին սրբապիղծ ասող հոգևորականը արդեն սրբապիղծ է։ Իմ համար նույնիսկ սա անսպասելի էր եւ բնականաբար անընդունելի։ Ու ես ասեմ, ես մոտավորապես կանխատեսում եմ արդյունքները։ Սրանից հետո, այս բանից հետո, ժողովուրդը չի ասելու էլ բանը Գադեգինին հանել է պետք, որտեղ ես գիտեմ լուրջ մոլորյալներ, որ ասում են Գադեգինը պետք է հեռանա։ Լուրջ ոչ սրանց բերեք, հա։ Մեկն էլ երեխա ունի, ասում է ես երեխա ունեմ ոչինչ, բայց որ դու ունես դու սրբապիղծ ես։ Դու որ երեխա ունես ոչինչ, բայց որ ես գեյ եմ դա ոչինչ, հա։ Չէ, դու որ երեխա ունես դու պիղծ ես, բայց ես գեյ եմ դա ոչինչ, հա։ Ուսեն շարունակ։ Ու սրանց է կարողացել Փաշինյան Նիկոլը հավաքի ու ասի սրանց ձեռքով մաքրելու եմ եկեղեցին։ Ես ունես եմ ուզում տեսնեմ միջև հիմա Գադեգինին, ունես լուրջ դեմքով մեղադրողները ոնց են լռելու,
Չեմ ուզում ինձանից ներողություն խնդրեմ, չեմ ուզում որ ժողովրդից են ներողություն խնդրեն։ Ուզում եմ ուղղակի լռեն։ Լուրջ, այս ցախավելով դուք բան եք բանանելու, այս որտնած ցախավելով եկեղեցի եք մաքրելու, այստեղ բան է ցախավել աշեցի։ Գիտեք ինչ հիշեցի։ Ունիկալ դեմք լրիվ Փարաջանովական։ Փարաջանովը որ բանտում է լինում, դե այս երկար պատմությունը կարճ պատմեմ, ավլել են տալիս, որպես հոմոսեքսուալիզմի համար դատապարտված ինքը ամենացածր կաստայում է։ Ինքը ապրում, խոսքով ավլել են տալիս տարածքը, չանշանակում, շահագործում են, այս բանտը նայողը գալիս է տեսնում է ուղղակի ինձ անհավես գործ անում, ասում է, գիտես կրակ չկա, կրակով արա։ Ու գնում է։ Մեկ էլ արագ հետ է գալի, տենում է ցախավելը վառած է, Փարաջանովը վառվող ցախավելով է ավլում։ Հա, ասում ես ինչ ես անում։ Ասում դու չասեցիր կրակ չկա։ Ես էլ կրակ եմ արել։ Ու սա դառնում է ամբողջ գաղութով մեկ խոսակցություն։ Ասում են, մի վայր կեն, մի հատ կանչիկ տեսնենք այս հետաքրքիր է, այս ինչ դեպք է։ Հա, նոր գալիս է գողերը կանչում են Փարաջանովին, հարցում են ինչի համար ես դատվել, ասում է բանը հոդվածը սենց է, բռնաբարել եմ կուսակցականի, կոմունիստի։ Սոկ ասում է լուրջ, հա, խի, որտեվ կոմունիստ էր, լուրջ բռնաբարել ես, հա։ Հոր ասում եք կարգին տղա ես, մենք բարոյական դաշտում էինք բռնաբանում կոմունիստներին, հակազությունը դու բերցել ու ֆիզիկապես ես արել։ Եվ այդ դրանից հետո ինքը արդեն ասում է մյուս կատեգորիա եւ թողում են գողերը իրան հանգիստ ապրի, նույնիսկ բարգի ստեղծագործություն եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Այս ցախավելով դուք ուզում եք եկեղեցի մաքրեք։ Դե հիմա լսենք, այս նույն ցախավելների մասին սա ինչ էր ասում ընդամենը մի 2 տարի առաջ։ Խայտարակությունը ասել է այնտեղ, որ հայ առաքելական եկեղեցու Արարածան թեմի առաջնորդը, հայրապետական փոխանորդը, ձայնագրություն է հրապարակվում, որը ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին եւ հայ առաքելական եկեղեցու էությանը։ Չհասկացա, հոգեվորականը Բենթլի ունենա, ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսի, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայլու մեջ տեսել եք ընդհանրապես։ Պաստոր սա գիտի, որ յան ներ են ասում։ Հաբա, բա ներ չես ինք ես, բա ներ չլնեիր, ներերի կողքին կնստեիր։ Հիմա գնամ Կճոյանին։ Կճոյան, դու քանի զավակ ունես, դու քանի տեղ սիրուհի եւ ընտանիք ունես։ Առնվազն գոնե մեկի մասին ես գիտեմ, հա։ Զավակ հասեցի ունենաս թե չէ, դա էլ հետաքրքիր չի։ Դու գնացել ես, ուզում են քո ձեռքով ավլեն, մաքրեն, ինչ միացնում են։ Դու պատկերացնում եք մի եկեղեցի, որի կաթողիկոսի նկատմամբ, աստորեն, սենց ասեմ, մի իրավիճակ, որտեղ Բենթլի Կճոյանը սուրբ համարում, երբ որ այս վիճվածքը ընդամենը 21 թվականին է, այս ամեն ինչը ասում։ Բայց այսօր արդեն ինքը մոռացել է դրա մասին, որովհետև իրան էլ մարդ չկա, ում կանչի, ում ձեռով արի, ում ձեռով իբր մաքրի եկեղեցին, որին ձեռատալի կեղտ է, բայց արդեն սկսել է process-ը, ինքը պետք է իրականացնի այդ բանը։ Տեսնենք իրան ոնց են պատասխանում, ամեն դեպքում մի մարդ գտնվել է, որ իրան պատասխանել է։ Հայ հանրապետության համար մեկ ստախոսն է, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը իրենց ասել է ձեզ ողջունում եմ ձեր քաջության, համարձակության, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այդ մասին, որ ինքը վախկոտ է։ Եթե մեկին ասում է, որ դու համարձակ ես, ուրեմն ինքը լկտի պահվածք ունի։ Եվ ասենք Նիկոլ Փաշինյանին իմանալով, մենք հասկանում ենք, որ որևէ մեկին, որ ինքը գովում է, վարկաբեկվում է,
Այսօր ասում է մեկը հավատացյալներից Գնել Սարգսյանը քեզ իր ուղիղ եթերում քննադատել է, ասի շատ շնորհակալություն իրենից, որտեվ եթե ինքը ինձ իր եթերում գովի, հարազատ բարեկամ չեմ ունենա, ընկերներից մեծ մասն էլ ինձանից կհրաժարվեն, այսինքն եթե Գնել Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի նմանները մեզ քննադատում են, մենք դրանից շատ ուրախ ենք։ Եթե ոմանց Նիկոլ Փաշինյանը գովում է, արդեն ամոթ է իրենց։ Դա քրիստոնեական է, ասել Նիկոլ Փաշինյանը հանրապետության համար 1 ստախոսն է։ Միխասկով։ Դա ասում, ինչ անում է հակառակը աշխատում։ Միջև այս եպիսկոպոսների հավաքը, սենց ասեմ, շատ դժվար էր խելոք մարդկանց բացատրել, որ Գարեգինը չի հարցել, էլի։ Միթե այս տողերը չեք կարդացել։ Սա Փաշազադեի հրամանն է իրականացնում, որ ասում է պարզ, հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր երկրների համար։ Սա է հաջորդ օրը կրկնում է մեր եկեղեցիները չունանացված են, ինչքան կարելի է խոսել սրբության մասին ու այդքան անսուրբ լինել։ Ու այսօր ինչքան անսուրբ կա, հա, բերելա որպես սուրբ ուզում է ներկայացնի, որպես ալտերնատիվա Գարեգինի համար։ Իսկ հիմա լսենք այս սրբերից մեկին։ Ես այդ սրա մասին չեմ անդրադարձել, որտեղ ինֆորմացիա չունեի։ Ունեցված հարստություն թե ոչ։ Դուք հարուստ եք թե ոչ։ Ես հարուստ եմ ոչպես, շատ հարուստ։ Իսկ նյութապես դուք Jaguar եք վարում, կներեք։ Ձեր ավտոմեքենա Jaguar է։ Դա ըստ էության վիճակով ժամանակավոր վարում եմ եւ իմը չէ։ Իսկ ճիշտ է որ գնացել եք սալոն եւ ուզեցել եք Jeep Grand-Cherokee առնեք, բայց հետո մի քիչ շատ ճոխատված եք, մի քիչ ավելի էժան Jeep եք առել։ Այո, չէի կարող առնել։ Առաջին տարի հնության չի։ Ինքը լրիմնորը չէր կարողացել առնել, առելա 5 տարի հնության Jaguar Jeep։ Ու սրա ձեռով ինքը պետքա բանանի։ Այս ընդամենը մի հատ էպիզոդ է։ Ու սա ձեռքով ուզում է եկեղեցի մաքրի։ Ամենախայտարակը գիտեք որն է։ Որ հիմա այս համատության մեջ Գարեգին աչքից բարձրացավ։ Ազնիվ խոսք։ Ես Գարեգինի չասեմ ողերին, բայց ամենայն ամբռնազբոս քննադատներից եմ եղել։ Այս համատության մեջ ես այդ Գարեգինին բան չեմ ուզում ասեմ, բացի մեղադրանքներից։ Գարեգին, դու ես ում ես դրել քո կողքերը, դու ես ում ես կարգել եպիսկոպոս։ Գարեգին, որ աղջիկ ունես, շատ լավ է։ Ես դրա հետ ոչ մի պրոբլեմ չունեմ, ես ուղղակի ապշած եմ, որ զավակ ունեցողը կարա մյուս զավակ ունեցողի դրա մասի սրբապերց։ Սա մեծ իմաստով ինձ որպես հայ քրիստոնյա, չեմ ասում եկեղեցու հետևող, գցում եմ իրավիճակի մեջ, որ ես մտածում եմ մեծ իմաստով, այս եկեղեցու վերջը ինչ ա լինել։ Իհարկե հնարավոր չի Գարեգինին փոխել ու իմաստ էլ չունի։ Ո՞ւմ ես բերելու տեղը։ Բայց որ կողքդ նայում ես եպիսկոպոսները այլասերված են։ Ստախոս այլասերված, սկզբից ասեց իմը չի, հետո էլ ասեց, հա, տենց բան եղել է, ասում է, ես 5 տարի հինը առա։ Մոռացել է հենց 1 վայրկյան առաջ ինչ ասեց։ Դե փողս չէի քեզ լրիվ նորին 5 տարի հին Jaguar Jeep առը, խեղճ մարդ։ Ես այսօր 10 տարի, ես արդեն 10 տարի ապրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ես կանխիկ փողով չեմ կարող գնամ 5 տարի հին Jaguar Jeep առնեմ։ Այս մարդը տվել արել ընդամենը հոգևորական է, սուտ է խոսում, հետնել։ Սկզբից ասելով, չէ, դա իմն էլ չի, հետո դե հա։ Նեսօր ես հիմա միակ բանը, որ ուզում եմ Գարեգինին ասել, ոչ թե մեղադրեմ, որ ինքը վատ քահանայի է, աղջիկ ունի, չէ, Աստծո սիրում, կամ քիչ հավատում Աստծուն, չէ, ուղղակի դու ես ում ես դրել քեզ ու ոչ միայն սրանց, մենք հələ մնացածին չենք տեսել, մնացածին չենք տենում, մնացածը չգիտենք ինչ է, բայց թող եկեղեցու հետևորդները մտածեն, բայց մեծ հաշվով սա իմ համար էլ է խնդիր, որովհետև սա ինստիտուտ է ամեն դեպքում, ինստիտուտ,
որը պետք է շատ լուրջ դեր կատարեր հայկական ինքնությունը պահպանելու մեջ։ Բայց ուսանց նայում եմ, էսա հայկական ինքնությունը։ Հա։ Սա նայեք։ Այսպիսի կա կոչման նիդերլանդական օրագիր։ Հա, ասենց նայում եմ, հավատքի ճգնաժամը եւ համակարգի փլուզումը ու կայքայումը հայ ռեկելական եկեղեցու ներսում։ Նկարագրում է մեղադրում է իշխանություններին անշուշտ հայ ռեկելական եկեղեցու դեմ գործողությունների առաջ, բայց ասում է, բայց արդյոք պատճառը միայն իշխանությունների գործողություններն են։ Ոչ, էլի ոչ։ Համակարգը եթե առողջ լիներ, եկեղեցին բեո անսասան լիներ, դες բան չէր լինի։ Ու ասում եմ մոտավորապես այն ինչ որ ես արդեն ասել եմ, որ այս համակարգային խնդիր է ներսում շատ վատ բաներ կան։ Լսում եմ վերջի իրանց բանը կարդամ, այս իրադրությունը պահանջում է չափազանց պարզ եւ անկեղծ եզրահանգում։ Ես թողում մասնագետներն եզրահանգումն անեն, որտեղ իմ համար էլ է կարևոր օրինակ սա էլի։ Մեզ պետք չէ թույլ, կախյալ եւ կառավարելի եկեղեցի։ Ես համաձայն եմ լրիվ։ Երկրորդը, մեզ պետք է հոգեվոր մաքուր կառույց։ Այո, ես էլ եմ սա համաձայն։ Եվ մաքրման առաջին եւ գլխավոր հասցեն է Էջմիածին մայր Աթոռը։ Ես համաձայն եմ այդ։ Եվ ինչ է գրում։ Եկեղեցին պետք է դադարի լինել փակ ու անձեռնխելի ամրոց, դառնա հաստատություն, որտեղ հաշվետվությունը, բարոյականությունը, օրենքը վերաբերում է բոլորին, հատկապես առաջնորդներին։ Հա, եթե էսենց առաջնորդված լիներ, Բենտլի կճոյանը վաղուց, նույնիսկ մոմջեր կարա վաճառեր։ Հայ վիրահայքի այն նախկին առաջնորդը, որը ուրիշի կնոջը գայթակղելու կապի մեջ մտնելու համար վռնդվել այդ համակարգից, նա ընդհանրապես վտարված կլիներ եկեղեցուց։ Ալգիշտի հայրը եպիսկոպոս չէր լինի, այն երկու համասեռամոլները չէին աշխատի, այսօր կոդեմ դուրս չէին գա։ Եկեղեցին պետք է ունենալ ի վերջո ասում եմ մեկ նպատակ՝ վերածնել հավատը։ Այսօր աղոթել բավարար չէ, եթե այն չի ուղեկցում առողջ գործով, մաքրագործող, արարքող բանականությամբ։ Ու վերջում ավելացնում եթե ցանկանում եք, որ հայ առաքելական եկեղեցին դիմանա այս փորձությանը նորից դառնա հավատի անսասան լեռ, ապա այն պետք է դուրս գա այս ճգնաժամից ավելի ազնիվ, ավելի թափանցիկ, ավելի հոգևոր, որպեսզի կարողանա շարունակել իր դարավոր առաքելությունը, մեր ժողովրդի հոգևոր տուն լինելու առաքելությունը։ Բայց հարցածագում ինչպես։ Շատ գիտեք, այս կարգի պրոբլեմները, որը մեր համազգային պրոբլեմներից է, այս մնացածին էլ կառավարենք, ինքը պահանջում է հենց կտրուկ միջամտություններ։ Ես ինչ կանեի, եթե ես լինեի Գարեգինի տեղը։ Այս բոլոր քահանաներին, որոնց մասին մենք խոսեցինք, բացահայտեցինք, ով ինչ է իրենց ներկայացնում, վստահ եմ ինքն գիտեր։ Դրանք պետք է լինեն կարգալույծ առանց քննարկման, տեղում։ Որից հետո Գարեգինը պետք է հրավիրի ժողով, նոր եպիսկոպոսներով, նոր նշանակումներով եւ ընտրի իր առաջարկով դրանց մեջի ամենալավին համաթողակից ու ինքը ուղակի մնա կողքի վրա։ Ինչ կլինի սրանով։ Համ կմնա եկեղեցին, համ կունենա անխոցելի առաջնորդ, համ Փաշինյան Նիկոլը կմնա իր հրեշների հետ ձեռի բռնած միայնակ։ Այս է կլինի գործ։ Բայց դե Գարեգինը ինչ կանի, ես չեմ կարող ասել։ Ուզում սա էլ ասել։ Փաշինյանը կրկին մոռացել է ազգային ժողովում արած իր հայտարարությունները։ Ես եմ տվել հրաման հետ քաշվելու։ Վաղարշակ Հարությունյանը իրականացրել է այդ հրամանը։ Այս հայտարարությունից 4 տարի անց այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազորույցի ընթացքում հստակ նշել է, որ ինքը երբեք Հայաստանի ինքնիշխան տարածքից զորքերի հետ քաշման հրաման չի տվել։ Ես երբեք որևէ հրաման չեմ տվել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից Հայաստանի Հանրապետության որևէ զորքի հետ քաշման մասին։ Սա լրիվ նույնն է։ Լրիվ տեղավորվում է նույն բանի մեջ, ստեղ նայեք։ Նույնն է։
Միտեղ կմեղաջի Bentley ունենալու մեջ, հաջորդ պայն այդ Bentley-ավորներին կդնի կողքը, որովհետև այդ օրվա իր շահը դա է իրենից պահանջում։ Իսկ այն մասով, որ ինքը հրամայել էր այդ զորքերին դուրս գալ Սյունիքի լեռներից, հանձնել դիրքերը, սրա մասին պետք է դատախազություն վաղուց սրա վրա քրեական գործ հարուցած լինեին։ Վաղուց։ Ես իմ միջոցով պետք է ասեմ, սա մասին առանձին խոսելու ենք, քրեական գործ չհարուցելու համար ձեր վրա է քրեական գործ հարուցելու, որովհետև մենք ես ու Հարություն Բաղդասարյանը հենց այս մասով դիմում ենք ներկայացել դատախազություն, դատարան, որ քրեական գործը պետք հարուցել սրա վրա, այս դավաճանի վրա, որը խախտել է Հայաստանի սահմանադրությունը, դուրս եկել իր լիազորություններից։ Մինչդեռ Աննա Վարդապետյանը երազում է, որ պաշտոնից հեռացնելու համար թող իրան չհիշեն, չէ։ Մենք ես չենք հիշելու, մենք ես դատելու ենք ուղղակի։ Հիմա էլ իսկա հայտարարություն ընդունեք, սա որպես հայտարարություն, ինքն ասում է, ես եմ հրամայել, ով ես դու որ դու հրամայես, ինքը հրամայել է Հայաստանի տարածքը զիջել։ Այն որ գլխավոր շտաբի պետը դա արել է, ինքն էլ պիտի դատվի։ Բայց դա առանձին խոսակցություն։ Իսկ հիմա պատկերացրեք մի բան։ 21 թիվ արդեն հունվար պատերազմի այդ հայտարարից ընդամենը 2-3 ամիս հետո։ Այս հիվանդը հոգեկան, հիշում եք սա ով է։ Այն ղուշ թռցնողն է, այն հիվանդն է, ԿՊ-ական։ Գնում է մեղրի ու լսեք հիմա։ 21 թվականի հունվարին կամ 20 թվականի դեկտեմբերին գնացել եմ Կապան, Ճակատան գյուղի բնակիչների հետ հանդիպման։ Պատերազմից պատկերացնեք ինչքան է անցել այդ Գորիս Կապանի պատմությունն է, որ պատկերացնեք էլի։ Գորիս Կապանի պատմությունը գիտեք որն է, որ ճանապարհը հանձնել եք ցուցքին։ Այդ պատմությունն է։ Չգիտեմ, այս զգացողությունները հնարավոր է վերստեղծել, որ մարդիկ ամեն օր սպասում են, որ իրանց տուն բանա, չգիտեմ, զենք է մտնելու է։ Ու ինքը նկարագրում է, որ իրանք ստեղծել են իրավիճակ, որտեղ այդ մարդկանց տունը կարող ամեն վարքյան զենք մտնի, կրակեն, թուրք մտնի, իրանք են արել, ինքը մոռացել է, որ դա իրանք են արել։ Բայց հիմա ոգևորված ուրիշ բանի մասն է։ Տաքս զենք է մտնելու, չգիտեմ, իրանց գլխի վերևով կարա ինչ-որ բան անօթայ թռչող սարք պատտվել։ Հարցում եք ինչ պրոբլեմ ունեք, ասում են ինչ պրոբլեմ ունեք, ինչ կուզեք անենք ձեզ համար, ասում են Պատկերացնում եք, այս վիճվածքը նոր տվել է, ցավ դիրքերը, թուրք եկել է կանել է գլխներին, Կապանի օդանավակայանը անցել է իրանց տիրապետության տակ, ճանապարհը անցել է իրանց տիրապետության տակ, սա գնացել, ասում մենք ձեր համար ինչ կարանք անենք, արա դուք ինչ որ արդեն կարեք, արդեն արել եք, Կապանն եք համարյա արդեն տվել, դուք ինչ պետք է անեիք մեր համար։ Բայց տեսեք, այս ամեն ինչի համար է պատմում։ Լրագրողներին լրացրեք, այսինքն եթե սովորական մարդիկ իրեն ասել են լրագրողներին լրացրեք։ Հասկացաք, կապանցու երազանքը որն է եղել։ Սրանց լկտիությանը տիեզերքը փոքր է երևում սրանց լկտիության հետ համատած։ Տիեզերքը անզոր փոքրիկ մի հատ չիփիլիկ ինչու տարածք է։ Սրանց լկտիության հետ համատած տիեզերքը մի հատ չիփիլիկ տարածք է, ասես փուճուր։ Այդքանից հետո նոր գնացել է կապանցուն, մենք ձեր համար ինչ կարանք անենք։ Իրան ընդեղ ուղղակի կապանցիներն են մեղավոր։ Իրան դեռ ոպետ քարատեին նվիրեին թուրքերին։ Եթե դու ինձ հարցնում ես ինչ կարաս անես, դու ինչ որ արել ես, արդեն արել ես։ Թուրքը արդեն տանց գլխին նստած է։ Եվ ասում պատկերացնում եք, ընդեղ ասեցին լրագրողներին լրացրեք։ Ինքը այդքանը պատմում էր, գիտես ինչի համար, որ ասեն թե լրագրողներն ինչքան վատն են։ Այսքան բանի համար է պատմում։ Հայկական ժամանակն է, բա ինչ եք ուզում։ Նիկոլի Դուքյանը, հայկական ժամանակ։ Սա մասին գրված է, որ փոխզիջման մասին խոսք չի կարող գնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը իր ռետորիկան չի փոխել։ Այսինքն, երբ որ քո հարևանը զինվում է, երբ որ քո հարևանը քնած սպային տապորով խփում է եւ ընդհանրապես իր ներքին շուկայում չի օգտագործում այն տարբերակը, որ ինքը փոխզիջման մասին կարող է խոսալ եւ ընդհանրապես Ղարաբաղի կարգավիճակը չի քննարկում, դրա մասին խոսալը ուղղակի դեմագոգիա է։ Այն ինչ որ խոսվում է այստեղ Վասյուկի պատմությունն է։ Եթե դու վերցնում ես ՀԺԿ ՀԱԿ բանը ծրագիրը Նյու Վասյուկի պատմությունն է։ Մենք
Ճանաչեցի ով կողքը նստած։ Այո, բիժված Ստյոպիկն է։ Տեսնես, Ստյոպիկը այս խոսակցությունը չի հիշացնում Ալենին։ Ես հիմա հիշացնում եմ։ Ես եմ ասում, սրանց համեմատ, սրանց լկտիության համեմատ տիեզերքը մի քիփիլիկ տարածք է։ Սա եմ ուզում նայենք։ Ասեն Արարատի մարզում հերթական դեպքն է տեղ ունեցել, սիս բնակավայրում բախվել է գնացքը եւ օպել։ Տեսնեք։ Ու ես այս նկարի մեջ նայեցի գնացքին։ Հələ դուք էլ նայեք։ Այս գնացքը այս վիճակով ծառայում է երևի 1932 թվականից կամ գուցե ավելի շուտ։ Ու ինքը խփել է օպելին։ Ես պետք է հիշացնեմ, հայկական երկաթուղի գտնվում է ռուսների ձեռքում, որը այս վիճակում է։ Գնացեք աշխարհի ցանկացած տեղ ու նայեք գնացքների վիճակը։ Ցանկացած։ Ուրեմն համաշխարհային այսօրվա ժամանակակից աշխարհում գնացքները ամենաեկամտաբեր, ամենաարդյունավետ փոխադրական միջոցներն են, որոնց ցանցերը զարգանում են շատ արագ եւ արդյունավետ, որովհետեւ մարդկանց տեղափոխման ամենաիդեալական արագ որակով եւ պաշտպանված դա գնացքներն են։ Կարա վերևով գնա, թունելով գնա, տակով գնա, չգիտեմ, էստակադաներով գնա եւ այլն։ Հայաստանում երկաթգիծը այս վիճակին է, որովհետեւ ռուսների ձեռքն է։ Հիմա հարց, բա ռուսները չեն ուզում եկամուտ ստանալ, իրենց բացարձակապես այդ եկամուտը հետաքրքիր չի։ Որտեղ ինչ որ պետք է, գրվում ան ներդրումներ, 300 միլիոնի պատմությունը հիշում եք, որ դուրս եկա։ Հենց Նիկոլ Փաշինյանը դեռ խոսած, տապին գլխին ասին ձեր գործը չի։ Ինչ փող կա գրվում է ու ցնդում է օդ։ Սա իրաց լվացքատունն է։ Բայց դա չի հարցը, որ ռուսը ինքը իր մեջ ինչ փողեր է լվում սրա վրա։ Հարցն է, որ Հայաստանը չունի երկաթուղի։ Չունի այդ գծերը պաշտպանող համակարգեր ազդանշաններով, որ այս ողբերգությունները չլինի։ Այսինքն Հայաստանի երկաթգիծը, որը ռազմավարական նշանակություն ունի, այսօր ոչ միայն զարգացած չի, ինքը թշնամու ձեռքում է։ Որովհետև միայն թշնամին այս վիճակում կպահեր քո երկաթուղ, որը ոչ իրանա ծառայում, ոչ էլ քեզ։ Քեզ մաքսիմում կարաս վնասներ տա։ Այսի հայկական երկաթուղու վիճակն է։ Ռուսներին շատ սիրողներին սա հատուկ չեմ ասում։ Դուք կարող եք այս մասը անցնել արագ, չլսել։ Ես վստահ եմ հաստատ ձեզ հաճելի չի, բայց գիտեք փաստը սա է։ Սա երկաթուղու վիճակն է ու այն պատկանում է ռուսներին։ Ու այս ամբողջ 30 տարվա մեջ մի կիլոմետր չի սարքվել, մի գնացք չի փոխվել, մի կայարան չի ավելացել, հակառակ պակասել է։ Ու աշխատում է սեզոնային։ Սա եմ ուզում նայեք։ Հակոբ Սիմիդյանն է, որը նստած է ուտել խմելու նախկին բանի հետ, ԱԱԾ-պետի հետ, Արմեն Աբազյանի հետ, Վահե Ղազարյանի հետ, ՆԳՆ-պետ եւ Գնել Սանոսյանի հետ, նախկին նախարար։ Մի օգտատեր բան է գրել, ինքն էլ գրել է, դու էլ բոզի տղա ես։ Սա Հակոբ Սիմիդյանն է։ Իշխանության կարգառու ներկայացիչ, նստած է մյուս, ասենք, երկու կարևոր ներկայացուցիչների հետ, ԱԱԾ եւ ներքին գործերի նախարարների հետ։ Հիմա ես մտածում եմ։ Հակոբ Սիմիդյան, դու գիտես, չէ՞, որ դու բոմբել գցեիր մարմնիդ բոլոր մասերով, առանց թույլտվության, առանց նպատակների դու տեղ չէիր նստի,
քեդոչտետը չեն թող այդքան փող լվայիր ու տեղափոխեիր Ամերիկա Միացյալ Նահանգներ։ Ուզում ես Աբազյանին հաջորդ անգամ որ տեսնես, ասա Աբազ, սովորաբար ասա իմ նմաններին օգտագործելուց հետո ինչ է կանում։ Վայ Ղազարյանը կարող է չիմանա, կարող է իրան ասածն են այսօր ինքը մոռանա, ինքը այդ բանը ինտելեկտը ունի, էլի, բայց Աբազյան Արմենը քեզ մանրամասն կարա բացատրի, եթե բացատրի։ Ինչու դու գրել ես այդ մարդուն։ Իմիջիալոց ամբողջ Հայաստանը նույնը ձեր մասին է մտածում ու հիմնավորված անես չի որ խոսքը ասելա տակա աչոտ չկա չէ աչոտների հատորներով ամեն մեկիդ համար առանձին մասնավորապես sense ադամանդե ճշգրտությամբ գրած հա ինչու դու գրել ես ժողովուրդ այդ մասին այդ կարծիքին է ձեր մասին դա դնում եք մի կողմ բաց մի հատ Աբազյանից իմասի քեզ ինչ են դրել այդ պաշտոնը Գիտես չէ դու չես նշանակել Աբազյանին մեծ իշխան բանը ժողովրդի մոտ կարող է այն մտամորությունն է որ Նիկոլն է նշանակում իրանց չէ սրանք են աճեցել ու նշանակել Նիկոլ որովհետև համակարգն է հավերժ Նիկոլները դրանք օգտագործվող ուղղակի ինչ ասեմ անձեռոցիկ թուրք գրիչ ինչ ուզում եք ասեք իրանց հա Նայած օգտակար գործողության գործակիցը որքան է եւ որքան է ինքը կարողանում ծառայել համակարգին բայց հենց այն պահից որ ինքը դադարում է օգտակար լինել համակարգին ել չեմ ասում դառնալ վտանգավոր քանի հոգի տես գիտեք քանի հոգի տես գիտեք որ արդեն նամակ էին գրել թողել ու այսօր հրաժեշտ են տվել երկրային կյանքին քանի հոգի գիտեք որ իբր ինքնասպան է եղել Երեկել մի հատ ոստիկան տենց, իբր ինքնասպան եղավ մեքենայի մեջ, առավոտ գնաց գործի, մեկ էլ մտածեց, մի հատ ինքնասպան չլինեմ մեքենայի մեջ։ Անեսով Սիմիդյան, դու գիտես, ինչ ես արել, դու էլ գիտես, որ ոչ միայն դու, այլ մենք, ինչքան հետաքրքրված մարդիկ կա այդ ինֆորմացիան տիրապետում են։ Դու ավելավա դար դլացի, սա տղեկ, ինձ ինչքան է մնացել, իմ ժամկետը երբ ավարտում Կամ քեզ կասեն, կամ եկը ժպտան դեմքիդ կասեն արա, դե քանի աշխատում ես աշխատել էլի, որ ժամանակը գա, դու ինքդ կիմանաս, կլսես այդ մասին, կլսես ինչպես քեզանից առաջներն են իմացել, պատահական։ Սա էլ դրանցից մեկը, երևի հիշում եք երեք են ծեծը, որ սանք նկարել էին, թե ինչպես են մի քանի հոգի, մի հատ խեղճ երեխու նկարում են ոնց են անմարդկային ձևով ծեծում ու պարզում ես ծեծող երեխեն հայր ունի որ իրանց հետ չի բնակվում ու այս ծեծն էլ փաստորեն բանը հաշվարկված է ոստիկանություն գրանցված է այս առիթը այս դեպքը հիմա սա ոչ ապրում է ոչ այդ երեխուն հերություն անում փաստորեն որպես երեխա է անհայր երեխա է սա հերն էլ է ինքը մտածում է ոնց բարիշի ես գործով ոնց փողը վերցնի ուղակի լղոզի ասի դե լավ եղել է հա մի բան եղել է մյուս կողմից էլ բարձում ինչ վերաբերվում է մասնակից երեխաներից մեկի հայրը քրեակատարողական ծառայող Ռուբեն Գասպարյանն է ասում տեղեկացնեմ որ նա գտնվելով արտադրության նախարարության պաշտպանության ներքո ապա առնվազն կասկածել են մասնագիտական գիտելիքները հաշվի առնելով որ կալանավորումն ու խափանման միջոցի շրջանակներում շեշտում է որ երեխաներն արդեն 2 ամիս կրել են իրենց պատիժը եւ վերջացա գնացել է միջդեռ նման բան գոյություն չունի սա խոսում է մասին որ Ռուբենը լինելով քրեակատարողական ծառայող հա նա պատիժն ու կալանքը որպես խափանման միջոց իրենից չի տարբերում Սրանք բոլորը պետք է իրենց լուրջ պատիժը ստանան, ընդ որում, այս հայրն էլ հետը, այն մյուսի հայրն էլ հետը, այն որ դե մտածում է դե պապան քրեակատարողական հիմնարկում է աշխատում, ինքը ինչ ուզի կարող է անի։ Ես չեմ զարմանում դրա վրա, չեմ զարմանում, նայեք ծեծողի հետը, տեսեք հայրովը, ծեծողի հետն էլ տեսակով է, ծեծողի հետը համաձայն է, մի անգամ ես փողը վերցնի ջրի գործը գնա, դե ծեծողի հետն էլ ասում է, այ ինչ եղել, արդեն անցել է երեխեքը 2 ամիս ինչ որ չգիտեմ ինչ պատիժ են կրել, ինչ պատիժ պետք է կրացել են, ոչ հիմա, բայց նորմալ է, Հայաստանը դարձել է
Ես էլ խոսացի այս դեպքներն է ինքնոր այս է լրիվ ասում ամեն ինչի մասին նոր-նորքում մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրայով սպանելով նրան պատկերացնում եք մի խումբ տղաներ վիճաբանել են որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին ու կռվի հակառակ թևի մասնակիցները տեսնելով գետնին ընկած անձին մեքենան մի քանի անգամ քշել են վրան որը վնասվածներից մահացել է Սա գիտեք ինչի մասին է խոսում որ մենք ոնց է մեր օդը այդ վիճակի մեջ ենք որ ամեն ինչ չափանցած է ոչ թե 1, 2, 60 անգամ, 50 անգամ բանը բանից անցել է արդեն ու այս հոգեվիճակը, հոգեբանական վիճակը Հայաստանում չէր կարող այս հետևանքները չբերել ասեմ, այս դեպքերը չկային չեն կարող լինել 18-ից 20 թիվ մինչև պատերազմը որովհետև 18-ից 20 թիվ ժողովուրդը մեր ուրախացած որ ինքը Սերժից ավարտվե մեր հավատքով լցված ապագայի նկատմամբ ոչ մեկ չէր ուզում նկատել ճիվաղի ինչ անում չէր ուզում նկատել ուզում էր հավատալ նրան ինչին ինքը ուզում էր հավատալ բայց դրանից հետո այս 5 տարվա մեջ սա կարողացան բերել հասնել այն վիճակի որ մենք ցած օրեկան կարդում ենք ինչ է կատարվում չենք կարողանում հավատանք մեջ կարդացին որ սա հնարավոր է այսօրվա Հայաստանում լինի ու ես ասեմ ոչ թե սա հնարավոր է կզարմանայի եթե սա չլիներ որտեղ են բարոյահոգեբանական տերորը արժեզրկումը լկտիությունը տիեզերական մասշտաբների որ Հայաստանում է կատարվում չէր կարող այս հետևանքները չթողել որն էլ իր հերթին մի բան էլ ասում որ հարգելիներս եթե դու նույնիսկ չեք զբաղվում քաղաքականությամբ այդ չի նշանակում որ ձեր երեխային այս վիճակին չեն կարող գցել չի նշանակում որ ձեր երեխան չէր կարող լինել այն մեկը որին գցել են գետնին ու մեքենայով գնում գալիս էին վրայով այսինքն որը ասում է մի բան դու չես կարող ապրես մի քաղաքում որտեղ օդը 60 անգամ կեղտոտ է ու չմտածես որ դու դրա պատասխանատուն ես նաև որտեղ դու ես ընտրել այդ տականքին ու դու ես ընտրում այդ տականքին որտեղ որ դու չես կարող քո վարկերը մուծես, հարկերը մուծես, գազի փողը տաս, աղբի փողը տաս, դու չգիտեմ, գույքը հարկը տաս, մտածես դու դրա հետ կապ չունես, որտեղ դու ես էդի ընտրե, դու ես դա անում, դու ես դա հանդուրժում, միջև սա կոմպլեքս մեզ հասանելի չլինի, կոպիտ բառը չեմ ուզում ասել։ Մեր փոքրերը իրանց առողջությունով են վճարելու այս ամեն ինչի համար։ Մեր երիտասարդները իրենց կյանքով են վճարելու այս ամեն ինչի համար։ Մեր ծնողները էլի իրանց առողջության, որովհետև ամենախոսելի խմբերը այս էկոլոգիա, այս հոգեբանական վիճակ դա փոքրերն ու մեծերն են։ Այն միջինը, որ ընտրողն է, որ այս երկրի համար պատասխանատուն է, դա պատասխանատու է համեն պուճուրի, համեն մեծի համար։ Ու նույն պատասխանատուն բոլոր նրանք են, ովքեր գնում են ընտրատեղամաս, ասում են, դե Նիկոլաս ինչ անի, սաղ նախկիններն են մեղավոր, ծաղ, հա, Նիկոլը քշեց այդ մեքենան, չէ, Նիկոլը վառեց այդ ծուխը, չէ, Նիկոլը չի վառել, տենց են մտածեք, տենց են մտածեք, թող Նիկոլը ինչ կարում անի, դուք էլ ասեք, չէ, աղբիջան, մենք կապ չունենք, մենք ինչ իրավունք ունենք զբաղվել մեր ճակատագրի կերտմամբ, որովհետև մենք սենց ենք մտածում մեր մասին, ես ոչ մեկ եմ, իմ անունը ոչ մեկ է, որովհետև ասենք իրան փոքր ժամանակ ասեն ձենդ կծի վերնգի տեղդ, դու անուն չունես, իր անունը եղել է ձենդ կծի, դու կարծիք չունես, դու խոսելու իրավունք չունես, դու ընդհանրապես ոչ մեկ ես, դե ոնց է սովետական համակարգում միջև հիմա մեծացնում, երեխում մանկապարտեզում ինքը ոչ մեկ է, դպրոցում ինքը ոչ մեկ է, ու ինստիտուտում ոչ մեկ ու ոչ մեկ է, ընտանիքում ամենայն հավանականությամբ ձենդ կդի սուս մնա դու ոչ մեկ ես, բակ էլ վախեցել են դրանից իջնեն, որովհետև ինքնավստահ չեն եղել, որովհետև գրագետ չեն եղել, որովհետև սպորտով չեն զբաղվել, իսկ փողոց չիջած երեխուց, տղա երեխուց անկանխատեսելի սարսափելի բան չկա, ինչ իմաստով, որովհետև եթե նա փողոց չի իջե, չի նշանակում ինչ է նշանակում խոսքի նկատմամբ պատասխանատվություն խոսքի նկատմամբ հարգանք ու հետևանք
որովհետև իր սխալ խոսքի համար ծեզ չի կերել, ընկերոջ ծեծելու համար թասիբին չի կանգնել, այսինքն փողոցում չմեծացած երեխեն էլ տղա երեխեն, դա մի անկանխատեսելի բան է, ինքը չգիտես ով է, ինքը ստրես չի տեսել, ինքը ոչ ստանդարտ իրավիճակներ չի տեսել, ինքը չգիտի դա ոնց է լուծվում, դառնա Դանիել Իոնիսյան կամ Փաշինյան Նիկոլ, ու այս վիճակը, այն ինչ որ հիմա կա, այ հենց այդ տեսակի ձեռքով ադվում, որովհետև այդ անասուններին կանչում են, ասում են այստեղ էլ դանչիկ, վերենգի ստեղ, կամ Արարատ Միրզոյան, կամ Ալեն, այսօր կասես, վաղը կասես, ով է քեզ հարցնում, մտածում ես թե չէ, դու պետք է անես ու վերջ, որտեղ դու այն տեսակն ես, դու այն ողորմելի կեղտոտ տեսակն ես, որի համար խոսքը արժեք չունի, նշանակում է կալասես, այս ասես, վաղը այն անես, եւ այլն։ Եվ մարդիկ, ովքեր այդ ամեն ինչին ծափ են տալի, ասում, դե հիմա ինչ կապ ունի։ Իմ հետ չի գնում, իմ երեխեն չի սպանվել։ Ես դաչա ունեմ, կգնամ ընդ օդ կշնչեմ, գրողին թե Երևանը բան արդեն ապրելու տեղ չի։ Գրողին թե տանս Բաքում 25 արգանի շենք չեն սարքելու, որտեղ այդքան 25 անգամ ավելի մարդ պետք է գնա գա այդ փողոցով, 25 անգամ ավելի մարդ շատ մեքենա մտնի, 25 անգամ ավելի շատ ջուր ծախվի, կոյուղին ծախսվի, հոսան կլինի, էլ չեմ ասում մի բան եղավ այդտեղ մեքենա չի կարող այնի մտնի։ Սես լիքը բաներ։ Կան ես մեզ չի հետաքրքրում։ Մենք մտածում ենք դե լավ ոչինչ է հիմա։ Ես մտատուն դուրս փակեցի, լուսը վառեցի, օրս անցավ, քնեցի առանց գնացի, սես լավա։ Ոչինչ չնայում։ Իրոք։ Որովհետև անկախություն են ունենում լավ երկրներնք, ովքեր մտածում են իրենց երկրների մասին։ Իրենց ձեռքն են վերցնում իրենց ճակատագիրը, շատ բան չեմ ասում։ Ստե, այսքան խոսացի քաղաքականությունից 0 բան կար ստեղ։ Նախկին չկար, այս իշխանություն չկար, ներկա չկար, թո չգիտեմ, ոչ մեկի քարոզ չէ։ Սա քաղաքականություն չի, սա կյանքն է։ Որը քաղաքականություն է։ Սա է քաղաքականությունը, ոչ թե Նիկոլի կողմից է Սերժի Ռոբի թե ասենք ուրիշ վիժվածքի։ Հա, սա քաղաքականություն չի, բայց հենց սա է քաղաքականությունը, իսկական։ Ես սադիկն է։ Եվ ասում ես հանրապետական չեմ եղել, գտել եմ անձնական թերնիկը։ Սրանց որի կաշին քերում ես, Գարիկ Պապոյանն լինի, այն չխանձած խոզը ուզում է լինի, ով ուզում է լինի, որի բանը կաշին քերում ես, հա, տակից կամ հանրապետական դուս գալի, կամ Բարգավաճ դուս գալի, կամ Դաշնակա դուս գալի, կամ Մոյեկա դուս գալի, սրանք բոլոր այս կեղտերը, սրանք միշտ են եղել, որովհետև այս տեսակ ոչնչությունը ինքը չէր կարող լինել, օրինակ, ոնց էր ապրելու ինքը, ինչ պետք անել, ինչ բարիք պետք է ստեղծել, հող մշակել, այս ոչնչությունը ոնց կարող են հող մշակել, հող մշակելը դա արվեստ է, դա նվիրատվություն է, այսինքն դա դու մարդը պետք է սիրի հողը, ու հողի հետ աշխատող մարդը հասկանում է, ինչ ցանում ես, այն ես ընձում, դու չես կարա ելակ ցանես ու ակնկալես, որ նարնջի ծառա դուրս գալու, չէ, այսինքն նշանակում է ամեն ինչ տրամաբանության մեջ պետք է լինի, ինչով պետք է ապրեին սրանք, այս տեսակը, ստորությունով, բառացի, իսկ կա ավելի լավ եկամտաբեր տարածք ստորությունով փող աշխատելու համար, քան հայկական քաղաքական աշխարհը։ Կապ չունի, դու Բարգավաճից ես, Օյեկից ես, հանրապետականից ես, որտեղից ես, ԿՊ-ից ես, սիստեմը նույնն է։ Քեզ չեն վճարում քո մարդկային արժեքների համար, քեզ վճարում են այնքան, ինչքան դու ունակ ես ստոր ու կեղտոտ լինել։ Դե բնականաբար սարիգները պետք է հենց այդ համակարգից են դուրս գային։ Այսօր են, վաղեն են լինելու, մյուսներ եթե հնարավորություն ունենան, մի նոր տեղ կմտնեն առանց ամաչելու ու հերքելու իրենց արածը, անցածը, ուրանալու։ Սա է։ Այս նկարն եմ ուզում նայեք, այս վիդեոն, լավ վիդեոն սարքել։ Սա Երևանի փոշին են քաշում, փոշեկուլով, նայեք։ Նայեցիք։ Հիմա այս տականքին նայեք։ Օդի աղտոտվածությունը աստարաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավել ևս աշխարհագրական գործոններով։ Տիգրան Ամինյան։ Ասեք, ես այս տեղերում ես նենց եմ ափսոսում, որ ես Վարդան Ղուկասյանը չեմ։ Հենց այս տեղերում։
Բայց դուք ասեք գոնե ես իմանամ, ես չեմ ասել, դուք այդ էկրանների հետևում ասեցիք։ Մենակ մի գրեք, բայց ինչ ուզում եք ասեք, ձեր մտքում ինչ կա, որովհետև SSC որ կարդացի, դուրս եկա, մի րոպե քայլեցի, ինչ կար ասելու, ասեցի, նոր հիմա որ կարող եմ կարդամ առանց իրան բան ասելու։ Հիմա սրանան փողոցում տեսնողը նելու է, բաղը մտնելու է մեկը գերասենյակ։ Ու ասի, այ այն ինչ որ ես հիմա մտածում եմ։ Ես ինչ եք անում, դա մեր երկրի հետ, ես ինչ եք անում մեր քաղաքների հետ։ Ես հիմա կարդամ, այսօր Google եմ արել, Google-ով աշխատել եմ, թե մոտարապես հանել եմ այդ հիվանդությունների ցանկը, ես հիմա ձեզ կարդամ։ Ինչի է բերելու սա։ Շատ շուտով, կամ արդեն բերել է, ու ոնց ազդելու մարդկանց վրա։ Եվ այսպես։ Կարդում եմ։ Օդի աղտոտվածությունը կարող է առաջացնել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առողջական խնդիրներ։ Եվ ստորիվ ներկայացնում ենք հիմնական այն ինչ որ կարող է լինել։ Կարճաժամկետների մեջ համատնում։ Զգացում են օրերով կամ շաբաթներով, կարճաժամկետը սա է, հա, այդ կեղտոտ օրերի ժամանակ։ Շնչառական գրգռում, հաս, խորխ, կոկորդի եւ քթի գրգռում։ Սա վերաբերում է մասնավորապես երեխեքին ու մեծերին։ Մյուսը ասթմայի սրում, դժվարացած շնչառություն, սուլող հնչյուններ, ալերգիկ ռեակցիաներ, աչքերի ցավեր, արդյունքահոսություն, գլխացավեր, գլխապտույտ, հոգնածություն, ընդհանուր թուլություն։ Սա կարճաժամկետներ, տեսեք, կա դեռ երկարաժամկետ հետևանքներ, որ լինելու է, որ մենք չգիտենք դրանցից ոնց է հնարավոր լինելու խուսափել եւ ով է դրա համար պատասխան տալու։ Քրոնիկ թոքային հիվանդություններ, բրոնխիտ, կոպտ։ Սա վստահ եղեք։ Մանավանդ փոքրերն ու մեծերը ավելի խոսելի խմբերն են իրանք։ Սրտանոթային հիվանդությունների վտանգի աճ, սրտի կաթված ինսուլտ։ Քարսկեղի վտանգի բարձրացում, մասնավորապես թոքերի քարսկեղի։ Այն էլ են պարագայում, որ Հայաստանը ամենաբարձր ցուցանիշն ունի այդ բանի քարսկեղի մեջ։ Մանկական զարգացման խանգարումներ, իսկ երեխեքը որ նոր են ծնվել, իրանք զարգացման խանգարումներ են ունենալու։ Մասնավորապես մանուկների մոտ թոքերի թեր զարգացում, իմունիտետի թուլացում։ Վերջ։ Երեխան ոնց է մեծանալու առողջ։ Ծերերի առողջական վիճակի վատացում, շնչառության անկում, սրտային խնդիրների սրում։ Հետո բաժանում է, ուրեմն, ծերերի մոտ ամենաշատ լինելու է ասթմա, թոքային խնդիրներ, սրտային հիվանդություններ, ճնշում, հղի կանայք, այս ինչ որ կարդացի, եւ ծերերին եւ փոքրերին առավել խոսել են հղի կանայք։ Հիմա հարց։ Այս ամեն ինչի պատասխանող է։ Դուք որոշում եք ձեզանից, դուք որոշում եք, ով ինչքան պետքա իր ապրած տարածքի համար վճարի։ Դուք դա համար ոչ մի բան չեք արել, ոչ տուն եք տվել, ոչ տուն եք շինել այդ մարդու համար, ոչ միջավայր եք ապահովում, ոչ մի բան։ Ոչ վճարում եք, որոշում եք, ով ինչքան ձեզ պետքա վճարի, չտարած աղբի համար, հա, չապրած տարածքի համար։ Մի խոսքով, այն ինչ որ ձեզ պետք է ասես, քերում ու քերում եք, այսենց։ Հիմա այս մարդկանց սպանելու համար ո՞վ պետք է վճարի։ Հիմա այդ երեխեն, որ իմունային անկման համար, թոքերի խնդիրների համար, ինք ունի խնդիր։ Հիվանդանոց ընկավ, թեր աճ, թեր զարգացում, հղիկին, վիժեց, խանգարումներ, ո՞վ է վճարելու սրա համար։ Ես իմ իրավաբան ընկերներին խորհուրդ կտամ, այդպես դեպքեր գտնել, դատարան մտնել քաղաքապետից պահանջել այս ամեն ինչի վարձահայտում, այսինքն ինքը պետք է կոմպենսացնի։ Մտեք հազարներով դատարան, այսօր ով թոքային, ասթմա եւ ցանկացած ալերգիա, ինչ որ ես ասեցի, շնչառության խանգարում, գլխապտույտ, գնում եք բժիշկի, այդ բժշկի թուղթը վերցնում եք, մտնում եք դատարան, ասում եք, այս իմ վիճակի համար պատասխանատուն, այս օդն է, բնականաբար դիագնոզը գալիս է, այս հրա պատասխանատունն է քաղաքապետն է, դատի եք տարի քաղաքապետին։ Հազարներով պետք է մտնեք դատարան։
ու Ավինյան Տիկոն այն ինչքան չի ասե քաշի քթերը այդ տականքը ինքը սաղ է ոչ միայն պետք է քթերից դուրս գա այդ ամբողջ քաղաքի երեխեքին ծերերին հղի կանանց ու մնացած նաև առողջ մարդկանց պետք է միջև իր կյանքի վերջեն համբալ հոդետ վճարի այսա կլինի Երևանցու պատասխանը այս պորնիկի ծնուններին ցած ուրիշ բան չես կարող ասել թող իրենք իմանան որ իրենք այդ ծագումնաբանություն ունեն մենք էլ տեղյակ ենք այ Երևանցին հիմա պետք է մտի դատարան ասի դե արեք անառակի ծնունն է դե հիմա սրա համար դու պետք է վճարեք այդ ոնց է ես հիմա ապրած տարածքի համար պետք է վճարեմ դու իս թույնավորում ես դու պետք է չվճարես դրա համար ես ամ քեզ վճարեմ հակո թույնավորումից հետո գնամ իմ բուժելու համար վճարեմ իմ երեխու կորցրած առողջության համար ես վճարեմ դու ընդեղ շինթույլտվությունը տաս դու թքած ունենաս այդ ամեն ինչի վրա ու ես համ դրա համար վճարեմ համ դրա հետևանքների համար վճարեմ սենց ուր պետք է հասնի դատախազ Վարդապետյան դու մտածում ես թոշա գնալուց առաջ հետո քեզ պետք է մոռանանք դու շանս չունես դու չես թողել ոչ մի շանս մոռանում են նրանց մասին ում աշխատանքը հետևանքներ չի թողել ձեր աշխատանքը սերունդների վրա է հետևանք թողում արդեն սերունդների որովհետև երեխեն չծնված երեխեն կամ նոր ծնված երեխեն արդեն դուք իր համար դարել եք դահիճ սա էլ նրանց համար որ մտածում է ես ինչ անենք ես քաղաքականությունով չեմ զբաղվում ես երեխա եմ պահում ոչ հարգելիներս ոչ եւ ոչ այս օդը գալիս է մտնում է ցանկացած մեկի տուն ցանկացած ծնողի երեխայի առողջություն սիրտ օքեյ նույնիսկ պատկերացեք նույնիսկ ուժայինների երեխեքի այ ուժայինների երեխեքը որ պետք է հիվանդանան մեկ ծնողները որ պետք է հիվանդանան կան հաղիկինը պետք է դրանց տուն չթողեն մտնի տուն չթողեն մտնի ասեն արա որ մենք ձերը գնակը չենք ընկել դու կարող եք դահիճնեք ցանկացած քպայական եթե տունը մի բարոյական մարդ ունի պետք է ասի արա ռադատ քաշի ստեղից գնա քո փողի համար ուզում ես մսաղի գլուխը ուտես հələ թուրքը չի եկել միջև թուրքը գա Հայաստանում մարդ չի լինելու մի մասը չի կարող ապրի գնալու է մի մասն չի կարող շնչի օդը այտենց է գնալու գնանք շատ արագ աշխարհով մեկ ֆրանկ ու հետ գանք էլի Հայաստան գերմանական թերթերն են գրում որ ի վերջո Ուկրաինայի աշխատակազմի ղեկավար նախագահի աշխատակազմի ղեկավար Երմակը հրաժարական է տվել եթե սա իրոք ճիշտ է նշանակում է որ կարող է Ուկրաինան սանով փրկվի ուղղակի չպահանջեն էլ Զելենսկու հրաժարականը որովհետև Երմակի հանցավոր գործունեության մասին 2.5 տարի է զեկուցում են ամենատարբեր տեղերից որ ոչ միայն այդ 4 նախարարները այլ ամբողջ համակարգի պապան կոռուպցիոն պապան դա Երմակն է իսկ ատամներով պահում է Զելենսկին առ այսօր երևի հիմա քցել բռնել են ասել են կամ դու կամ ես որովհետև եթե չգիտեմ դե հարցերը ոնց է լուծել ամեն դեպքում ոնց որ թե Երմակն է հրաժարական տվել եթե սա ընդունեն որպես հանգամանք այսինքն սա կզրկի Ռուսաստանից Զելենսկու վրա սեղմելու, որտեղ Ռուսաստանն ամեծ զենքը կոռուպցիան է, որը կատարվել է Ուկրաինայում։ Հիմա կարա շատ հանգիստ Զելենսկին ասի թե ես չէի, այնա 4 նախարարներն են գնացել են, այնա Երմակն էր գնացել է, ես մաքուր եմ։ Սա կարող է փրկի, թե կազդի թե չէ, կտեսնենք։ Ռուսաստանը վերջականապես ավիրեց իր բայկանուրը հրթիռների փորձարկման տեղը, տեսեք էսա Пуска мгновенный взрыв. В небо поднялся огромный столб фиолетового дыма. Такой цвет бывает только у сверхтоксичного топлива. Амил плюс гептил. Город Ясный накрыло химическое облако. Местные слышали удар и видели, как ракета просто развалилась в воздухе. Это уже второй провал Сармата. Ядерное супероружие России опять показало, что оно опасно только для самих россиян. Տեսեք, այդ Սարմատն էլ, որով սպառնում են ամբողջ աշխարհին, երկրորդ անգամ ավիրեց Բայկանուրը
ես չեմ կարծում դրանից հետո իրենք կարողանան նորից այդ փոխարկումները սկսեն։ Բայց միևնույն ժամանակ Պուտինը շարունակում է պնդել Ուկրաինայի կապիտուլյացիայի վրա եւ այս անգամ ասում է ես կարող եմ երաշխավորել, որ Ռուսաստանը չի հարձակվելու Եվրոպայի վրա։ Տվեք ինձ Ուկրաինան եւ ես երաշխավորում եմ, որ ես չեմ հարձակվի Եվրոպայի վրա։ Տեսնենք ոնց կլինի պատասխանը Եվրոպայի։ Միևնույն ժամանակ ամերիկյան թերթերը գրում են, որ Տրամպը հանձնում է Ուկրաինան եւ ճանաչում է Ռուսաստանի օկուպացիան Ուկրաինայի վրա եւ ամեն ինչ անում է, որ դա գրանցվի եւ դանով պատերազմը ավարտվի, որտեղ հույս ունի ամեն դեպքում ստանալ այդ գրողի տարած Նոբելյան մրցանակը, որի համար այս մարդը ամեն ինչի պատրաստ է։ Մենք չենք զարմանում արդեն, մենք իսկ սկզբանեն գիտեինք դրանից։ Իսրայելը մտել է Սիրիա, ռմբակոծում է, հանգիստ չի տալի իր հարևաններին, սա այս բանն եմ ուզում նայեք։ The police close in on a building in Jenin in the occupied West Bank. An armoured excavator has already punched a hole through a garage door. From within, two men emerge, lifting their tops to demonstrate they're unarmed. The end of what Israel says was an hours-long siege intended to detain suspects wanted for attacking Israeli soldiers. But the men are not detained. First they're assaulted, then sent back inside, one appearing to hold his stomach. Immediately, the border policeman to the right of the doorway fires at least 3 shots, killing both men. The excavator then brings down the door on top of their bodies, one of which is dragged out. Այսպես մեզ եկույց կա, որ այդ իբր հրադադարից հետո իսակ ասեմ կոնկրետ ինչքան հանցագործություններ արել, շարունակում է, մարդկանց ստուգում է զենք կա վրեկները թե չկա, ցույց են տալի որ չկա, ասում են լավ գնա, մտնում են իրենց գարաժ, գնդակահարում են, հետո էքսկավատորով ջարդում են դռները ու անում են նրանց։ Այս է նա, որ Իսրայելը իր բարեկամների հետ, իր շրջապատի հետ անում է։ Ես ինչ եմ այս ամեն ինչին այսքան նշանակություն տալի։ Այս ամեն ինչը արվում է Ամերիկայի թողտվությամբ, ես կասեի նույնիսկ այսօրվա վիճակով աջակցությամբ, բայց միևնույն ժամանակ Ամերիկայի ժողովուրդը, երիտասարդությունը, լրագրողները բաց տեքստով, արդեն որ երբևէ չի եղել նման բան, խոսում են սրա մասին եւ փորձ արվում ինչ-որ բան շտկել։ Այդ շտկելը մեզ շատ է պետք։ Մեզ շատ է պետք, որ ի վերջո աշխարհում վերականգնվի օրենքը։ Դա մեզ որպես այս կարգի փոքր երկիր մի բանի վրա մենք կարող ենք հույս դնել։ Դա օրենքն է, դա ստատուս քվոն է, դա միջազգային օրենքներն են, որ պետք է աշխատեն, որը հիմա Թրամփի եւ Իսրայելի համար գործողությունների արդյունքում ուղղակի անտեսված է, որից էլ օգտվում են մեր թշնամիները։ Այն ինչ որ հիմա կատարվել է, այս ընթացքում կատարվել է մեր նկատմամբ, դրան նպաստել են այս մարդիկ։ Թրամփը, Նետանյահուն, Պուտինը, որոնք թքած ունեն միջազգային օրենքների նկատմամբ, որքան շուտ իրենց հարցերը լուծվի, այդքան մեր շանսերը վերականգնվելու շատ կլինի։ Դրա համար է իմ այսքան ուշադրությունը սրա համար։ Իսկ հիմա լսենք սա։ Okay, I'm going to give you a fair warning. What you're about to see is a bit graphic. Don't watch this if you're eating. Protesters inside and outside of Union Station in Washington, D.C. did a performance art. They staged this protest, this performance art protest, where leaders from Donald Trump, Netanyahu, Marco Rubio, Antony Blinken, and Joe Biden dined on the body parts of Gazans. I have to say that Netanyahu Այս տեսարանը բեմ մոդել են Վաշինգտոնում, որտեղ դիդերները ուտում են պաղեստինցիների մարմնի մասերը։ Ուսակատակ չի լսել։ Whose mask is really creepy because it looks pretty darn close to how he actually looks. Netanyahu, it's like
Is he wearing a mask all the time, every day? Maybe. Doesn't really look that different. So you could see them there eating the various different body parts. This was called Israel First Friendsgiving Dinner. Figured it was appropriate to show you this while you're probably about ready to eat. I know, I'm sorry. I'm sorry. You could see them there drinking blood and eating organs, and they even had a menu. The starter, Gaza children's limbs, 21,000 plus Palestinian children disabled by Israel, 10 Սա զեկուսն է 23 թվականից հետո 10,000 երեխեք եւ ողջ եւ սպանված եւ բանտարկված հայտնաբերվել են, որ դրանց օրգանները չկա, բացակայում է։ Ինչի մասին մենք միշտ խոսացել ենք։ Հիմա սա թղթերով ապացուցում է, թվերով, օրինակներով ապացուցում է, որ ամբողջ պատերազմի ընթացքում Իսրայելը զբաղված է եղել պաղեստինցիներին ուղղակի անդամահատելով եւ նրանց օրգանները վաճառելով։ Եվ ասում է, որ նույն պրակտիկա կատարվում է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ սոսկալի թիվ է, ինչքան էր Ես մի հատ թիվ ասեցին, ինչքան մարդ է կորում, երեխա է կորում, տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կորում, ուղղակի անհետ կորում է։ 250,000 ասին, այնպես մի հատ թիվ էր, որ ես ընկա ուղղակի շոկի մեջ։ Ու վերջ չեն գտնում այդ երեխեքին։ Աշխարհում մի երկիր կա, որ սենց օրգանների զբաղվում, վաճառքով զբաղվում։ Ասում ալբանացիք են դրա մեջ վարպետ, բայց բիզնեսը սրանցն է։ Այսինքն, այս օրգանների վաճառքը մարդկանց գողանալ ու մասնատել։ Դա ոչ մեկի համար գաղտնիք չի։ Ու այս պաղեստինցիների օրգանների վրա, երևում է, մարմինների վրա, սա մասին ասեցին նաև բրիտանացի բժիշկները, որոնք հաստատեցին, որ այն բանտեյում գտնված, տարբեր տեղերում սպանված գտնված պաղեստինցիների մարմինները, օրգանների մեջ է, որ բացակայում էր ու երևում էր, որ դա բժշկական միջամտությունով կտրված է հենց այն տեղերից, որ ինքը կարողանա խոսքով ծառայի այլ մեկի։ Այնպես որ մենք սոսկալի մի երևույթի հետ գործ ունենք, սոսկալի։ Սա ՄԱԿ-ի զեկույցն է, որը բնորոշել է, որ Իսրայելի ոստիկանությունը, դա ոստիկանություն չի, դա դահիճի մեքենա է, դիտարկում է որպես դահիճային մեքենա, տանջամա հանելու մեքենա, սա զեկույցներն է, իսկ հիմա վերադառնանք Հայաստան։ Նախ ղեկավարից պետք է մի քիչ վախենանք, հաշվեն, ոչ թե խոսքի Նիկոլ Փաշինյանի նման, ինքը ընդհանրապես ղեկավարի նման էլ չի, ով ինչ ասում է անում է, հատկապես ադրբեջանցիները։ Հատկապես ադրբեջանցիները։ Ով նշանակել է, այն էլ ասում է, ով վճարում է, նա էլ պատմում է երաժշտությունը, տարօրինակ բան չկա այստեղ։ Սա էլ լսենք։ Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանի տարածքում պետք է լինի Արցախի վտարանդի կառավարություն։ Անպայման, չկա Արցախ, չկանք մենք։ Նիկոլի եսիմ ինչ է։ Այո, չկա Արցախ, չկա մենք։ Ես նորից հիշեցնեմ Արցախի մեր ընկերների, մասնավորապես ինչ նախաձեռնություն որ կար, արվեստագետների, արեք։ Գրեք ձեր դիմումները, գրեք ձեր պահանջները աշխարհից եւ եթե կարող եք ձեր ուժերով անեք, արեք, եթե իմ օգնության կարիք լինի, դիմեք ինձ։ Շատ կարևոր բան եք նախաձեռնել, հանկարծ հետ քայլ չանեք։ Սա լսենք։ Երեկվա խայտարակությունը, որ համայն աշխարհի առաջ ցույց տվեցին ես, ոնց կարող եմ ասել, սրանց սրբազան ասելը պրոստը ամոթ է, ամոթ է։ Ես դրանց մեկի ազգանունը գիտեմ ու դրանց սաղին այդ ազգանունով կասեմ։ Արակ Կճոյաններ, այս ոչնչությունը, որ սեռական հարաբերություններ էր ունենալ արձանի հետ, Պետաֆիլի հոգեբանության ունեցող տականքի կողքն եք դուք գնացեք այն է, դուք ոնց կարաք սրբության մասին ընդհանրապես խոսել։ Հետո գիտեք հարցը որն է, խնդալս գալիս ավնները,
խայտարակություն եք դուք, կճոյաններ, մի հատ նայեք վրները տարա, որ Նիկոլ խիազ, եկեք եթեր ավելացնելու բան չկա ընկերոջը, իսկ վերջում ես ինչպես խոսք էի տվել, ամփոփում եմ հարցախույզը, որ դրել էի, 1 ժամվա մեջ մասնակցեց 452 հոգի, սա ընդամենը նախնականն է, իսկ հարցը հետևյալն էր, իշխանությունը եպիսկոպոսներին հանել է կաթողիկոսի դեմ, դրանից հետո ինչպես է ձեր վերաբերմունքը խնդրի նկատմամբ, եւ այսպես 450 հոգուց 14 հոգին, 14%-ը, սա ստանդարտ է։ Փաշինյան Նիկոլին է պաշտպանում անկախ ամեն ինչից, 81%-ը առավել եւս եկեղեցու կողքին է, 5%-ի համար միևնույնն է։ Որը ասում է մենակ մի բանի մասին, որ Փաշինյան Նիկոլի ամբողջ տվայտանքները, արշավանքները, այս ինտրիգները, իր մասնագիտությունն է, չէ՞ սա։ Ինքը մասնագիտությամբ ինտրիգանտ է, ինքը խառնակիչ է, ինքը բանսարկու է, բերզեբուխ, բանսարկուն հիշում եք Աստվածաշնչի մեջ ով էր, Սատան։ Ինքը ամեն ինչ է, բացի մարդ լինելուց, բացի ղեկավար լինելուց, բացի վարչապետ լինելուց։ Եվ դրա համար եմ ասում, այն ինչ որ արել է, որ պետք է մի բան ստանար, արդյունքում ինքը ոչինչ բան չի ստացել։ Արդյունքում 81%-ը առավել եւս եկեղեցու կողքին է։ Իր 14%-ը սա այն վարձկանների, այն ոչ հայերի, հայ ազգանուն չի, ես չգիտեմ ես քվեարկողներն իսկ հայ են թե չէ։ Էական չի, բայց 14%-ը, որից չի ավելանում ուղղակի։ Նույնիսկ եկեղեցու հարցում ինքը չի կարողանում ավելի լավ երևա, ավելի լեգիտիմ երևա, քան ինքը կա իրականում։ Ես վստահ եմ, որ վաղ առավոտյան, եթե նույնիսկ բացեմ, վաղ հարուցում ես անօրեր հենց սկսեմ ամփոփելու համար։ Կունենան գուցե մի քանի հազար մասնակից, բայց ես վստահեցնում եմ, հիշեք այս թվերը 14, 81 եւ 5։ Սա նույնն է լինելու։ Մի քիչ, մի տոկոս այս կողմ են կարող տարբերություն։ Սա իրական պատկերն է ժողովրդի վերաբերմունքի, որտեղ ես անձամբ նույնիսկ տառ չեմ կարող փոխել։ Ես սկզբից տառասխալներով էի գրել, չկարողացա նույնիսկ խմբագրեմ ջնջեցի, նորից դրեցի սա, այսինքն YouTube-ը հնարավորություն չի տալի թեկուզ տառ փոխել։ Այնպես որ ես ոչ մի ձևով չեմ կարող միջամտել։ Սա իրականությունը։ 14%-ով դու ոչ մի բան չես կարող անես։ Իսկ ամենակարևորը, ստեղ գիտեք որն է։ Ձեր մոտ հարց չի առաջանում, ինչի է ինքը մեզ ուզում ինչ-որ մի բան համոզի։ Ինչի օրինակ։ Ինչի է այս կապիկություններն անում։ Կա, չէ՞ այդ համանգամանքը, որ մեզ ինչ-որ բան է ուզում համոզի։ Գիտեք ինչի։ Որովհետև մեր վերաբերմունքը ամենակարևորն է։ Ամենա։ Ես գիտեմ մարդիկ կան հավատում են սենց, եթե այնտեղ որոշել են անելու, եթե այնտեղ որոշել են անելու են։ Լսեք, եթե այտենց որոշելով եւ անելով լիներ, եթե տես լիներ, այս շոուները մեզ համար չէին սարքի։ Այս կապիկությունները չէին սարքի, որպեսզի կարողանան ստանան ինչ-որ վերաբերմունք, աջակցություն։ Մեր աջակցության համար կռիվ են տալի ու չեն ստանում։ Ինչ անում են հակառակն աշխատում։ Ու դա նշանակում է մի բան, որ մեր կարծիքը էական է։ Այսինքն ամեն մարդու կարծիքը էական է այնքան, ինչքան որ ինքը իր համար համարում է, որ իր կարծիքը անպայման էական է։ Եթե մեկը մտածում է ինքն իր մասին, որ իրան հաշվի առնող չկա, բնականաբար իր կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չի։ Բայց ըստ եղեք, այս ամեն ինչը արվում է, այս ցուցադրական, մարդկանց հանում են, ասում են դե ասա դու էլ արտահայտի, դու էլ արտահայտվի, հենց մեր վերաբերմունքը ստանալու համար։ Դե իրենց համար մեր վերաբերմունքը շահելու համար, բայց ինչքան անում են հակառակն է աշխատում։ Այնպես որ վստահ եղեք, մեր ձայնը էական է, մեր վերաբերմունքը էական է։
որպեսզի մենք շատանանք, այս հաղորդումները պետք է ավելի շատ մարդիկ նայեն։ Ես դա եմ տեսնում։ Եթե մեկը պատրաստ է ասի, չէ, սա էական չի, սա ոչ մի բան չի փոխում, ճիշտ է խփելն է սրանց, ես կասեմ, կենացդ կխմեմ։ Ձեռդ չեմ բեռնի։ Ոչ մի բանակայում։ Կենացդ կխմեմ, քո կենթանության օրոք արձանատեր կկանացնեմ։ Ես խնդրեմ չունեմ դրա հետ։ Իսկ քանի դեռ չի կատարվել դա ասոր եւ իրականացնող չկա, ուրեմն մենք պետք է աշխատենք ինֆորմացիոն դաշտում։ Այսօր համար այսքանը լավ մնացեք։